Հանուն Հոր և Որդվո և Օգվույն Սրբո ամեն, Քրիստոս հարյավի մերելոց, օրհնյալ է հարությունն Քրիստոսի։ Այսօր 5-րդ երկուշաբթին Քրիստոսի Սուրբ հարութենեն ետք գշարունակենք մեր դասախոսություններու շարքը նվիրված մխիթարյանագիտության ընթերցումներու բաժնին, միշտ որպես առարգա ունենալով Գրահամ Գրինի Հովհաննես 20-9-րդի վերջին ծնունդը խորագիրը գրող փոքրիկ գործը, որու արևմտահայերեն աշխարհապար թարգմանությունը կատարած եմ։ Ուրեմն այսօր թիվ 26 ներկայացումը կնենք հայերեն լեզվով։ Ակնարկած էինք անշուշտ հեղինակի կողմէ շարադրված գիրքի ճակատին, ապա անցած էինք մեր կողմէ ներկայացված և գրված ցոնին և հուսք կքննարկեինք հառաջապանը միշտ շարադրված իմ կողմէս։ Ուրեմն վերջին մեր ներկայացումին ակնարկած էի ինչպես 2011 թվականի վերջավորության, հետևաբար ծնունդի նոր տարվա շրջանին, երկու խոսքի սպասավորներու մեջ տեղի կունենար քրությունը մաղթանքի, բայց նաև առիթեն օգտվելով կարևոր հոգեբանական հանդիսությամը, որ էր առաջին հայ գրքի տպագրությունը 1511-12 թվականներուն Վենետիկի մեջ։ Եվ հետևաբար ակնարկած էի, թե ինչպես մաղթանքս ուղղած էի իմ ուսուցիչիս խոսքի սպասավոր Հայր Լևոն Զեքիյանին։ Եվ իմ այս գրութենես և մաղթանքես մի քանի օրի ետք 28 դեկտեմբերին, միշտ նույն թվականին 2011, Հայր Լևոն կպատասխաներ հետևյալ նամակով, այսինքն email-ով. Սիրելի Հայր Գրիգորիս, չմեկնած տեսեր էի գեղեցիկ եղբայրական տողերդ, բայց միայն այսօր ի վիճակի եմ քեզի գրել հայատար։ Եվ ասալ կարևոր կետ մնե շատեր զանազան հաղորդակցության միջոցներու ծիրեն ներս գշեշտեն